Open Media-ի ադրբեջանալեզու ծառայության մեկնաբան վերլուծաբան Դիանա Կարապետյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Real TV լրատվական ծառայությանը։ Զրույցի ընթացքում Կարապետյանը ներկայացրել է ծառայության բացման նպատակն ու առաքելությունը, անդրադարձել այն խնդիրներին, որոնց բախվում են տեղական եւ ադրբեջանական մեդիայի շրջանակներում, ինչպես նաեւ մանրամասնել է եթերի քաղաքականությունն ու բովանդակությունը։ Ադրբեջանայինով հեռարձակում սկսելու մեր որոշումը ոչ թե տեխնիկական, այլ խորը ռազմավարական մտածողության արդյունք էր։ Մենք վերլուծեցինք տարածաշրջանի տեղեկատվական հոսքեր եւ հասկացանք, որ երկու ժողովուրդների միջև ուղիղ հաղորդակցության ալիքի բացակայությունը կարգավորման գործընթացի համար խոչընդոտ է։ Տեսանք, որ Հայաստանում ադրբեջանական հասարակության համար պլանավորված բովանդակություն չկա եւ որոշեցինք լրացնել այս բացը, հավատալով, որ հենց մայրենի լեզվով տեղեկատվությունն է նվազեցնում էմոցիաները եւ ձևավորում ավելի ճշգրիտ պատկերացում այս դեպքում Հայաստանի մասին։ Ադրբեջանական լրատվականի մեկնաբան Վաֆա Համզայևայի այն հարցին, թե արդյոք իրենց ռեպորտաժները ազդում են ադրբեջանական հասարակության վրա, Դիանա Կարապետյանը պատասխանել է. Իհարկե, որոշ թեմաների շուրջ, օրինակ մարդասիրական հարցերը, տարածաշրջանային տնտեսական կապերը եւ այլն, այս թեմաներով հրապարակված մեր նյութերն իսկապես ընկալելի են եղել ադրբեջանական հանրության կողմից։ Սակայն իրատեսական չէ բոլոր թեմաներում նույն արդյունքը ակնկալել։ Կան հարցեր, որոնց շուրջ նույնիսկ երկու երկրների ղեկավարները դեռ համաձայնության չեն եկել եւ դա բացարձակապես նորմալ է։ Հակամարտությունը ունի խորը արմատներ եւ մենք որպես մեդիա չենք կարող միանգամից փոխել այդ բոլոր կարծիքները։ Կոնկրետ որ թեմաների մասին է խոսքը։ Օրինակ Արցախի հարցը եւ այլն։ Արցախի թե Ղարաբաղի, որովհետեւ Հայաստանի կառավարությունը արդեն պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք։ Մեզ համար Արցախի, մյուսների համար Ղարաբաղի։ Տեսեք, դուք ասում եք Արցախ, մենք ինչպես կարող ենք խոսել խաղաղության գնալու մասին։ Հայաստանի վարչապետը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, այսինքն սա Հայաստանի պետական դիրքորոշումն է։ Իմ կարծիքով իրական երկխոսությանը խոչընդոտող գործոններից պատմական հիշողությունն է, երկու հասարակություններն էլ թե ադրբեջանական, թե հայկական դեռ չեն կարողանում հաշտվել հակամարտության ստեղծած այս ծանր պատմական բեռի հետ։ Եվ սա ուղղակիորեն ազդում է նաև լրագրողների աշխատանքի վրա։ Բացի այդ, լրագրողը կամ մեկնաբանը երբեմն կարող է լիովին համաձայն չլինել պետական մակարդակով վարվող քաղաքականության հետ։ Հարցազրույցի ավարտին Վաֆա Համզայևան շնորհակալություն է հայտնել զրույցի համար եւ հույս հայտնել, որ կկառուցվի խաղաղություն եւ նմանատիպ փորձերը կլինեն շարունակական։ Azərbaycan dilində fəaliyyət göstərən Շնորհակալ եմ մեզ հետ կապի դուրս գալու եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Թող տարածաշրջանում խաղաղություն լինի եւ լուրերը կառուցված լինեն խաղաղության վրա։ Երկու կողմերն էլ հայտարարում են, որ ձգտում են խաղաղության, սակայն մինչ օրս ադրբեջանական կողմը շարունակում է միակողմանի պայմաններ առաջադրել։ Որքանով է այս պայմաններում խաղաղությունն իրատեսական, դժվար է ասել։